Հունիսի 26-ին աշխարհում նշվում է թմրամիջոցների օգտագործման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը։ Հայաստանում նույնպես այդ պայքարը ակտիվորեն շարունակվում է։ 2026-ի առաջին 6 ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված ընդհանուր 1313 հանցագործության դեպք։ Նույն ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների իրացման 757 դեպք, նախորդ տարվա 802 դեպքի դիմաց, այստեղ նույնպես ունենք բացահայտման ցուցանիշի աճ, այն կազմել է 21%, նախորդ տարվա 19.3-ի դիմաց։ Ինչ վերաբերում է թմրամիջոցների մաքսանենգությանը, ապա ընթացիկ ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 38 դեպք։ Խոսելով մաքսանենգության դեպքերի մասին, կցանկանայի ընդգծել, որ էականորեն աճել է մաքսանենգության այն դեպքերի քանակը, որոնցով կատարողները, հանցագործության կատարողների նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, այսինքն նրանց տրվել է մեղադրյալի կարգավիճակ։ Այս պահին իրավապահ մարմինները կենտրոնացած են մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ապօրինի ներկրման դեպքերի բացահայտման եւ կանխարգելման վրա։ Նախորդ 6 ամիսներին 243 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել եւ առգրավվել։ Թիվը գրեթե կրկնակի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նախորդ տարի 132 կիլոգրամ էր դուրս բերվել։ Կցանկանայի շեշտել, որ այս ընդհանուր կառուցվածքում թմրամիջոցների իր տեսակարար կշռով ավելացել է նաև սինթետիկ թմրամիջոցների հայտնաբերման ծավալը, մասնավորապես մետամֆետամին տեսակի թմրամիջոցի, որը Հայաստանում սինթետիկ թմրամիջոցներից ամենատարածվածն է, առգրավումները կազմել են 18 կիլոգրամ, որը գրեթե եռակի ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ցուցանիշները խոսում են դեպքերի բացահայտման արդյունավետության եւ որակի բարձրացման մասին։ Առողջապահության նախարարության տվյալները եւս տարեցտարի ամփոփվում են։ Այս ընթացքում բուժում ստացողների թիվը նույնպես աճել է։ Վերջին 5 տարիների ընթացքում հաշվառվածների թիվը աճել է 6.3%-ով։ Ցավոք սրտի դրանց մեջ աճում է կանանց թիվը մոտ 8%-ով։ Եվ անչափահասներ ունենք մենք հաշվառված, թիվը իհարկե չի աճում, բայց ամեն տարի մենք ունենում ենք 6, այսպես ամեն տարվա կտրվածքով կարող եմ ասել 6, 9, 7, 8 եւ ելի 6 անչափահասներ հաշվառված, ինչը կարծում եմ մեր հասարակության համար շատ լուրջ մարտահրավեր է։ Թմրամիջոցներից կախվածության դեմ բուժումը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար իրականացվում է անվճար։ Այս տարվա մարտի 1-ից անվճար է իրականացվում նաև մեթադոնային փոխարինող բուժումը։ Շահառուների թիվը այս պահին 630 է։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծրագիրը, որը բավականին բազմակողմանի եւ բազմոլորտ համագործակցություն է իրենից ենթադրում տարբեր շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ եւ այստեղ յուրաքանչյուր նախարարություն, յուրաքանչյուր կառույց իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է բազմակողմանի միջոցառումներ։ Ծրագիրը իրենից ենթադրում է ավելի հանրային առողջապահական տեսանկյունից գործողությունների իրականացում եւ միտված է հենց առավել շատ դեռահասների եւ երիտասարդների շրջանում այս թմրամիջոցների գործածման կանխարգելմանը։ Թմրամիջոցների օգտագործման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ նաեւ իրավապահ մարմինների առաջնահերթություններից մեկը։ Կանխարգելիչ միջոցառումները, հանրային իրազեկվածության բարձրացումը կարևոր դեր ունեն այս վտանգավոր երևույթի տարածումը կանխելու գործում։ Անի Գրիգորյան, Սյունիք, լուրեր։